Օրդ բարի գալուստ էվոլյուցիոն ալգորիթմներ, հենց եմ ասում բարի գալուստ իբր տենց էպոխայա լինելու, բայց չէ։ Մի հատ այսօր կանենք, մի հատ էլ 5 շաբթի չէ, 4 շաբթի գործնական կանենք այս թեմայով ու կշարժվենք արդեն առաջ։ Իրանք ցենց այս շատ մի քիչ ավելի բոնուսային, ավելի հավես, բայց նաև զգալի ուժեղ ալգորիթմ ունեցող մոտեցում են էվոլյուցիոն ալգորիթմները։ Ու ոնց անունը հուշում է, լրիվ գալիս են տենց դարվինական գաղափարներից, կրկին այս ալգորիթմները տենց շողում են այն ժամանակ, երբ որ ածենցիալ չունենք, որտեվ դե եթե ունենք այն մեթոդները, որոնք որ ածենցիալ են օգտագործում, ափսոս է չօգտագործել։ Չնայած լավ, վերջում մեկ է դասի կխոսանք, թե ինչ դեպքերում են sense մեթոդները ավելի լավը, ինչ դեպքերում ավելի վատը։ Բայց մի հատ կոնկրետ դեպքեր, որտեղ սրանք տենց լավ շողում են, այդ դիսկրետ օպտիմիզացիան է, որտեղ որ ինչ ածենցիալ սկի անընդհատություն չունենք ընդհանրապես, օրինակի համար նենց պետք է ընտրենք լավագույն ալֆայի արժեք, լավագույն լյամդայի արժեք, տենց ինչ որ հիպերպարամետրեր պետք է ընտրենք, օրինակի համար gradient descent պետք է աշխատացնենք, կամ բան, լավ, հենց օպտիմի բանով կարող ասենք ունենք ալգորիթմների մի քանի տարբերակ, gradient descent մոմենտումով եւ այլն, ու ինչ որ ալֆաների տարբերակներ ասենք 0.1, 0.5 եւ այլն, ուզում ենք ընտրենք, որն է լավագույն այս զույգը, ալֆա ու gradient descent-ի ու օպտիմիզացիայի ալգորիթմ։ Իհարկե հենց sense խնդիր չենք ունենալու, բայց հաճախ լինելու է մեր մոտ հենց դեպքեր, որտեղ որ պետքա ինչ որ կոնֆիգուրացիոն պարամետրեր ընտրենք։ Լավագույն ալֆա, ալֆան լավ, անընդհատ է, օքեյ, բայց կարա լինի բան, օրինակ օգտագործել penalization կորցվածը, թե չօգտագործել։ Մի խոսքով, ասեմ, մի քիչ դժվարանում եմ օրինակներ բերել, որովհետև ամենի կտորին դեռ չենք հասել։ Բայց իրոք լիքը դեպքեր ենք հանդիպելու, երբ որ ոչ բոլոր արժեքներն են անընդհատ լինելու։ Այդ մի որպես լավ օրինակ դիսկրետ օպտիմիզացիան, մյուսն է կարող լինի ուղղակի հենց սիմուլյացիաները։ Այսինքն ունենք մի հատ ինչ-որ միջավայր, աշխարհ ունենք իր օրենքներով ամեն ինչով, ասենք, չգիտեմ, բժշկական ինչ-որ սիմուլյացիա է, մեջը տես տարբեր պրոտեիններ տարբեր ձև են իրար միանում, ըստ դրա ինչ-որ տարբեր բաներ է լինում, մենք ուղղակի ինչ-որ մի հատ ինստրուկցիա տալիս ենք, օրինակ, չգիտեմ, եսի մինչոգլոբինը մեծացրու, եսի մինչազավրը փոքրացրու, այդ դրանով տալիս ենք, տեսնում ենք վերջը դեղը կայուն է թե չէ, ըստ դրա ինչ որ ելք ենք ստանում, այդտենց ինչ որ սիստեմներ, այսինքն մեր մոտ համակարգ կա, ոչ թե ինչ որ բանաձև կա, որը պետք է մինիմիզացնենք, այլ համակարգ կա, որի հետ որ պետք է իրան մուտք տանք, ելքը ստանանք, արանքի բաներից խաբար չենք։ Այս լավ, սրանք որպես թեթև ալգորիթմներ, օրինակներ ավելի ճիշտ, գանք հիմնական մտքին, հիմնական միտքը կայանում է սրանում։ Ասում է, ոնց են, օրինակ, չգիտեմ, ծիտիկները սովորել սենց V-ի ձևով թռչել, կամ ոնց են, իրական ցանկացած էվոլյուցիայից եկած ինչ-որ բան, ոնց ենք սովորել, ոնց է իմունային համակարգը զարգացել դուդի-սուդի, չեմ ուզում մի քիչ շատ ոչ կոմպետենտ բաներ խոսամ, բայց երբ որ ունենում ենք ինչ-որ հստակ պարամետրեր, օրինակի համար, եթե ասենք այս ծիտիկների V-ի տեսքով թռնելու մասին խոսանք, այդ տենց աերոդինամիկ ամենահարմար բանն է, որտեղ ամեն մեկից sense օդը որ խփում է, ինքը հետակցում մյուսի վրա, մյուսի վրա, տենց ինչ որ մի հատ ֆիզիկի հիմնավորում, որը ես մինչև վերջ չեմ հասկանում։ Բայց ինչ սկզբունքով են, ոնց որ ծիտիկները եկել նրան, որ պետքա մնան, պետքա իրանք էսենց ձևով իրար պայն, պետքա sense համագործակցեն օրինակ։ Հիմնականում ցիկլը մոտավորապես sense տեսք է ունենում։ Ենթադրենք սկզբում ոնց որ ու մի քիչ էլ տենց ավելի բերենք sense մեր մոտի դեպքերին, ոչ շատ օրինակի դեպքերին, այլ ընդհանուր առմամբ խոսալուն, ունենք ինչ-որ պարամետրեր, որոնց որ ուզում ենք լավագույն արժեքները գտնենք։ Ասենք, չգիտեմ, լամդա 1-ը օրինակ խոսում է, թե ինչքան բան է, ինչքան ուժեղ է ծիտիկը, լամդա 2-ը, թե ինչքան համագործակցող է, լամդա 3-ը, թե ինչքան սրտադիմացկուն է եւ այլն։ Ինչ որ տես տարբեր պարամետրեր ունենք ու ըստ դրանց պետքա բան արվի։ Որոշենք, թե որ պարամետրերն են ամենալավը, որոնք են բերում ամենալավ արդյունքին, սենց ասած։ Սկզբունքը ոնց է արվում։ Սկզբում սկսում ենք պրոստը տենց լիքը, մենք չգիտեմ, 1000 հատ պատահական կոմբինացիաներից։
10,000 հատ, լավ։ Պատահական կոմբինացիաներից լամբդա 1-ից լամբդա 4-երի։ Ասենք առաջինում ընտրում ենք կլոր, ասենք առաջի տարբերակ, երկրորդ տարբերակ, երրորդ տարբերակ, ասենց ոնց որ պատկերացրեք ամեն մի պատկերը իրենց մի հատ օպցիա ներկայացնում, էլի։ Ասենց յաբախտի մեր բնակչությունը, որ ունենք, հետո գալիս ենք իրանց մեջից իրենց աշխատացնում ենք, տեսնում ենք, օքեյ, ինչքանով հաջողն են, ինչքանով լավն են, ասենք։ Նայում ենք, տեսնում ենք դեղի ազդեցությունը ինչքան ուժեղ ավ կամ չգիտեմ, օծը որ գնում է, բաները, խնձորները ուտում է, քանի խնձոր կերավ, երբ որ այդ նաստրոյկաներով էր հենց։ Կամ ասենք, այս թռչունը որ հասավ, ինչքան էներգիա էր մոտը մնացել, տենց ինչ որ մի բան, մի խոսքով։ Կոպիտ ասած, սա կոպիտ չէ։ Ըստ էության ֆունկցիան ուղղակի աշխատացնում ենք ինչ որ կոնկրետ կետերում ստանում ենք արժեքներ։ Հիմա այս արժեքները որ ստացանք, ասենց ասած այս թռչունները որ եկան կարացան թռնեն իրենց տաք երկրներ հասնեն, այդտեղից հետո պետքա արդեն հաջորդ սերունդի գաղափարը գա, չէ՞։ Պետքա ընտրենք ինչ որ ծնողներ, այդ ծնողները պետքա իրար հետ չբացատրեմ, հետո ըստ դրա առաջանա թազա պոպուլյացիա, չէ՞։ Մենք սկզբնական բնակչություն ունեցանք, ծնողներ ընտրեցինք, ծնողներ ունեցան նոր երեխեք, այստեղ կամ եկել մի հատ քայլ, որ օրինակ կարող լինի մուտացիա, պատահական օրինակ ինչ որ մի հատ արժեք ընտրել էինք, փոխենք ուրիշ բանով, ասենք այստեղ այս կլորը պատահական փոխենք եռանկյունով, տենց օրինակ վերջը կապույտ աչքեր կստանանք ինչ որ մի ձև։ Ու դրանից հետո էլի պետքա արդեն թազա էս ընտանիքը որ եղավ, թազա երեխեքը։ Պետքա իրանց նայենք, իրանց արժեքներ, ֆունկցիան իրանց մոտ աշխատացնենք, հետո իրանց մեջից ընտրենք ծնողներ, հետո գնանք էլի նույն process-ով ոնց որ իտերատիվ ֆռալով անցնենք։ Ու սա իդեան է էվոլյուցիոն ալգորիթմների տենց հիմնականում այդ բնական ցիկլին հետևելով գնում է։ Սկզբնական արժեքներ, մեջներից ընտրում ենք ծնողներին, ըստ նրա թե ոնց որ ինչքան հաջող է եղել սկզբնական արժեքները։ Այդ ծնողներից ստեղծում ենք թազա ընտանիք, թազա պոպուլյացիա ենք ստեղծում, այդ պոպուլյացիային գուցե ենթարկում ենք մուտացիայի ինչ-որ ու օրինորից հաշվարկում ենք թե ինչքան լավն էին երեխեքը, մեջներից ծնողներ էինք ընտրում, հետո ծնողներից ստեղծում էր նոր ընտանիք, նոր ընտանիքից գնաց ու տենց ֆռալով գնում։ Այսինքն մենք վերկալում ենք ինչ-որ weight-երով բաներ, ֆունկցիաներ, հետո նայում ենք ում loss-ն ամենացածը դուսակի ու ամենացածը loss-ով բաներն ենք վերկալում որպես ծնող։ Ոնց որ ֆունկցիան մի հատ է, այն ֆունկցիան է, որ ուզում ենք մինիմիզացնենք, մենք վեկալում ենք տարբեր պարամետրեր, ասենց ասած, էլի, եթե loss-ի սկզբունքով գնանք, ոնց որ ասում ենք, լավ, թող լինի 2-3-ը վերցնենք, մի հատ էլ 4-5-ը այս պարամետրերը, մի հատ էլ թող լինի 6-7 օրինակ։ Ամեն մեկի համար աշխատացնում ենք, տանում ենք ստեղ ստացանք 10, ստեղ ստացանք 15, ստեղ ստացանք 8։ Ասում ենք դե լավագույնը այսա ու սային, եթե օրինակ 2 ծնող ենք ընտրում։ Հետո արդեն հաջորդ սերունդին սարքելուց այս 7-ի հիմքով ենք ինչ որ մի ձև սարքում, էլի։ Ասենք, չգիտեմ, բռնում ենք այս երկուսի միջինն ենք վերցնում, միտեղ միջին երկրաչափական թվաբանական ինչ որ սկզբունքով, էլի, եթե սա մոտեցումները կխոսանք, հələ ուղղակի abstract միտք է շատ պատկերացնենք, բայց process-ը դա է։ Հետո որ սարքեցինք, արդեն կարող է առաջանա, ասենք 2-7-ը, ասենք մի կոորդինատներից ենք վերցրել, մի կոորդինատ ստեղից։ Մի հատ 2 գումարած 6 կես 4 3 գումարած 7 կես 5-ը ու մի հատ էլ նույն կետը առաջացավ, հա դե իհարկե պետք է առաջանար։ Մի հատ էլ ուրիշ կետ ու հիմա դրանց մեջից ենք թազա նորից արժեքները հաշվելու իրանց, ընտրենք լավագույնները, ըստ դրա առաջ գնանք։ Այդ 2-3-ը 6-7-ը weight-երն են։ Պարամետրերն են, այսինքն այս input-ներն են, ոնց որ ֆունկցիան, եթե օրինակ միաչափ է, ենթադրենք, sense ինչ որ բան է ֆունկցիան, ինչ որ պատահական կետեր է լինելու, էլի։ Այդ դրանք, եթե երկչափ ֆունկցիա է, x, y-ներ է լինելու։ Արդեն կախված թե ինչ ենք մինիմիզացնում, էլի։ Մուտքերն է, բայց նորմալ է ամեն ինչ մնացածին է ժողովուրդ։ Հա, շատ բարի։
Իսկ կարան հենց լինի, որ այդ երկու հատը ծնող վերցնում ենք իրանց մուտացիայի արդյունքում ստանում ենք ինչ-որ երրորդ բան, ու այդ երրորդը ավելի վատը լինի, քան Հա, շատ հաճախ կլինի հենց այտենց, բայց բանը ու առանց ուստեղ էլ նաև բանի գաղափարն անորից գալիս է exploration versus exploitation։ Եթե մուտացիաներ չանենք, կունենանք իրար բավականին նման, բավականին լավ արժեքներ ունեցող բաներ, բայց նաև եթե առանց մուտացիաների շատ չենք գնա այս կոմենկո։ Դրա համար մուտացիա հիմնականում միշտ ուզում ենք ունենալ, ուղղակի մուտացիայի ուժգնությունը արդեն պետքա խաղանք, էլի ինչքան ենք ուզում ռիսկ տանք արժեքը վատացնել։ Ինչը օրինակ բնության մեջ այդ մուտացիան մեկը շատ կա, որովհետև նույնիսկ եթե ասենք, չգիտեմ, սիստեմ ունենք, որտեղ որ արդեն տենց լավ գեները ընտրված են բոլոր կենդանիների, իրանք տենց գոյատևում են նորմալ տենց ռեպրոդուկտիվ տարիքի հասնում են, սաղ նորմալ գնում է։ Եթե մեկը սաղ միանման են, այդ նշանակում է մի հատիկ վիրուս եթե լինի, մեկին որ սպանի, սաղին կսպանի։ Համար բնությունը նավսեկի մեկա մուտացիաներ ամուսնում, որ մեկա իրարից տարբեր լինեն, որ ամեն մեկը տարբեր բաների նկատմամբ զգայուն չլինի։ Իսկ եթե 2, 3, 6, 7-ը մենք դիտարկենք, որ դիսկրետ են, թե անընդհատ մեծություններ ունելու, Կարանք թե անընդհատ խնդրից ակա։ Կարանք անընդհատի վրա էլ աշխատացնենք։ Օրինակ, հեսա մի հատ օրինակ կնայենք, որտեղ ակլեի ֆունկցիայի վրա ուղղակի մինիմիզացիա ենք անում, այսինքն սովորական պրոստը ֆունկցիա է տված մինիմումը պետքա գտնենք, այդտեղ գրադիենտ էլ ունենք, ամեն ինչը ունենք։ Ուղղակի ավելի տիպիկ է, ավելի հաճախ հանդիպող է, որ դիսկրետ տիրույթում ենք այդ ամեն ինչը անում, էլի։ Այսինքն օրինակի համար պետքա նեյրոնային ցանց սարքենք, մտածում ենք այդ նեյրոնային ցանցը քանի նեյրոն ունենա, ասենք 10, 15, թե 30, թե 40։ Այդ նեյրոնների պարամետրերին ինչքանով պատժենք, եթե մեծ արժեքներ լինեն, 0.1-ով, 0.5-ով, թե 30-ով օրինակ, ասենց ինչ-որ պատահական բաներ։ Ու օպտիմիզացիայի ալգորիթմին 0.1 քայլ տանք, 0.1 թե 0.3 օրինակ, այսինքն ինչ-որ բաներ։ Կամ մի հատ ուրիշ շատ տիպիկ օրինակ, բան։ Օրինակի համար պետքա ալգորիթմ սարքենք, որ ունենք տան, արդեն հոգնել եմ տանների օրինակից, բայց այդ ամենքից գալիս, քառակուսի մետրերը, սենյակների քանակները, ու ինչ որ տենց բալկոն կաթը չէ եւ այլն, տենց 1000 հատ սյուն ունենք, ուզում ենք քիչ սյուներով յոլա գնանք, որ սյուները ընտրենք օրինակ։ Այդ տենց ինչ որ խնդիրներ էլի, ավելի շուտ սենց բաների եթե դիմենք, տենց խնդիրների դեպքում կլինի էլի։ Չնայած նենցա մի հատ դասի վերջում բանը որ նայենք, այդ նաև իր սկզբունքը մի քիչ ուրիշ է լինելու դասի վերջում նայածի, բայց հեչ պարտադիր չի էլի, որ շոտիկի միշտ դիսկրետ լինի, ուղղակի տիպիկ։ Ահա, ու ստեղ ոնց որ եթե մի քիչ զուգահեռներ տանենք, թե մենք ինչ ենք անելու, ունդեղ ինչա տեղ ունենալու, ոնց որ եթե կա ինչ որ խրոմոսոմներ, ինչ որ ինդիվիդուալանի, ինչ որ գեներ, այդ մեր մոտ կլինի ուղղակի ինչ որ ինփութից արժեք, պոտենցիալ բան։ Մենք թետան 0.1 gradient descent օգտագործի ու բան վերցրու քառակուսի մետրեր սյուն, ասենց ինչ որ բան որ լինի, xj-ը կլինի ոնց որ իր համապատասխան j-րդ էլեմենտ, պոպուլյացիան ու պոպուլյացիայի քանակը մեր մոտ կլինեն ուղղակի այս մեր սկզբնական բազմության էլեմենտների քանակը, որը որ հաճախ լամդայով ենք նշանակում, ու երեխեքի քանակը հաճախ բանով ենք նշանակելու։ Խափեցի։ Այս mu-ով, սա լամդայով, ու ֆունկցիան էլ, որը որ նվազեցնելու ենք, իրան անվանում են fitness function, այդ բանից է գալիս հենց էվոլյուցիայից որ ասում են survival of the fittest օրինակ, այդտեղից եկած տերմինը, որը շփոթացնող է մի քիչ, որտեվ fitness-ը ուզում ենք ինչքան լավ ես fit անում, ինչքան լավ ես ադապտացված համապատասխան, ինչքան բարձր, այդքան լավ, բայց մեկը մենք բանի տեսանկյունից մոտենալու ենք, որ օպտիմում ինչ անում ենք մինիմիզացիա է։ Իսկն պրոստ պատկերացրեք մինուս fitness օրինակ, էլի։ Ինչ շատ կարևոր չի։ Հիմա մեր մոտակա կտորում նայելու ենք ուղղակի թե ոնց որ անցնելու ենք ստեղ էս ամեն ինչը մաթեմատիկացնելուն sense ասած։ Առաջի քայլը թե օքեյ, բա ոնց էս գեներով արտահայտեմ իրան sense ասած, ոնց կոդավորեմ իմ տվյալները մուտքին։ Հետո մտածելու ենք, լավ, բա կոդավորեցինք, օրինակ ոնց երկու տարբեր ծնողից ստեղծենք թազա երեխեք, այդ crossover կոչվածը ոնց անել, խաչում, չգիտեմ։
մուտացիան ոնց անել ու տարբեր տվյալների դեպքում ոնց անել, տենց ուղղակի մի քիչ տեղն ենք գցելու բաները, օդում խոսացած բաները։ Ու հետո վերջում մի հատ էլ նայելու ենք ալգորիթմ, որը որ շարժվում է այն սկզբունքով, որ ոչ թե հենց փորձում է ընտրի այդ պոպուլյացիային է պատահական վերցնում, այլ վերցնում է բաշխում, որից որ պոպուլյացիա է վերցնելու, իսկն ուրիշ բան է փորձում սովորի մի քիչ։ Որպես մոտեցում կոդավորելու խառը տարբերակներ կան իրականում։ Մենք գործնականին կնայենք բան, մի հատ օրինակ, որտեղ որ տենց ունենք ինչ որ տեքստեր, այդ տեքստերը օրինակ, եթե տեքստերի մեջից օրինակ ինչ որ գաղտնաբառ կա, ուզում ենք գաղտնաբառը գտնենք, այդտեղ ոնց որ կոդավորումը կլինի ուղղակի ամեն մի բանը string-ը ինքն իրանով մի էլեմենտ է, այդ ոնց որ այդ դեպքում շատ գործ չկա անելու։ Բայց եթե օրինակ ինչ որ թվային մուտքեր ունենք, այդ թվային մուտքերն ենք ուզում կոդավորենք, հետո պետք է նաև մտածենք, այդ որ կոդավորեցինք ինչ որ բան, ոնց ենք կազմակերպելու մուտացիան, ոնց ենք կազմակերպելու այդ երկու ծնողների կամ երկուսից ավել պարտադիր չի իրար խառնվելը։ Դրա համար մի քիչ խառախշտիկ ձևեր կնայենք հեսա։ Բայց հա, թվայինի դեպքում օրինակ կարա մի տարբերակ լինի, որ պրոստը հենց տենց արժեքները թողենք իսկական արժեքներով։ Կարանք օրինակ ներկայացնենք իրանց բինարով որ կոդավորենք, հետո կարանք նաև ինչ որ crossover մուտացիա բանանը անենք այն կտրվածքով, որ ասենք մի հատ բիտը մի ծնողից է վերցնում, մի հատ բիտը ուրիշ ծնողից է վերցնում, չեմ ասում լավ մոտեցում է, բայց պոտենցիալ որպես տարբերակ։ Բայց նաև կարանք ունենանք շատ ավելի խառախշտիկ կոդավորման ձևեր։ Օրինակի համար, եթե ինչ որ խնդիր ունենք, որ ունենք տարբեր օբյեկտներ, ասենք տարբեր սալիկներ ունենք ու պետք է հատակը կազմենք, այդ որը որտեղ դնենք, ինչի կողքը դնենք, դա գուցե լավ լինի ձևակերպել որպես sense ինչ-որ ծառ, թե ով ինչին է կպած, ոնց է կպած։ Նույնիսկ sense կոդավորումներ կարանք ունենանք, էլի։ Ես մի քիչ ծառի համակարգիչ եմ ասում։ Հա, այս իրականում շատ ուղղակի որպես բան օրինակ էի ասում, մի քիչ abstract բան թե ոնց ձևակերպել, բայց ծառի դեպքում ոնց որ այս հրա դեպքում թե ինչը ոնց դնել, այստեղ երբ որ պետքա ներկայացնենք թե sense ոնց շարենք իրանց ու ամեն մեկը ոնց պտտած դնենք, օրինակ այդ դա կազմակերպելը ոնց որ մատրիցով կարանք փորձենք օրինակ կազմակերպենք, օրինակ 9 էլեմենտ է, ամեն մի էլեմենտը իր բանին համապատասխանի, ամեն մեկը գրենք վերտիկալ ենք թողել թե հորիզոնական, բայց նաև պետք է ինչ-որ ձևը դիրքերը պահենք, թե ոնց որ ով ում հարևանն է մեր մոտ ստեղ եղել։ Դրա փոխարեն մի հատ ուրիշ պլանավորելու ձև, որպես կարանք օրինակ այսպես ասենք, այս սա, օրինակ այսպես բաշխումը ներկայացնենք որպես մի վարքան, այս պահը ես այդքան լավ չեմ հասկացա փաստորեն։ Լավ, Չէ, մի վարքան, հեսա այստեղ կգցենք։ Կարանք ստեղ ձևակերպենք, որ սկզբում 1-2 իրար հարևաններ հորիզոնական դնում ենք, իսկն այսպես իրար վրա։ Հետո հաջորդ շերտում ունենում ենք մի հատ դրած 3-ը, այս որպես առանձին ճյուղ, իրան հարևան չկա։ Իրան ներքևում վերտիկալ առանց պտտելու դնենք 4-5-ը ու 6-7-ը։ Ոնց որ այսա ներկայացնենք sense ինչ որ տեսքով, երևի մեկը մեկի համարժեք չի, այսին բացատրած ձևը մի քիչ ավելի նուրբ է պետք բացատրել։ Բայց օրինակ այսպես դասավորենք ու տեսնենք ինչքան ազատ տարածք է մնում։ Ու տենց տարբեր մի քանի հատ ծառ ունենք, էլի որ տարբեր ձևերով, օրինակ այս մյուսն էլ ասում է, արի ստեղ դնեմ 3-ը, 2-ը, հետո այս 2-ի տակը դնեմ 4-5-ը, այսինքն ինչ որ կազմվածք, ու արդեն ամեն մի դասավորություն կլինի մի հատ ծառ, ու պետք է մտածենք այս ծառերը ոնց են իրար միավորում կամ ծառի մեջ մուտացիա ոնց են կանում։ Բայց այդ տեսակ ինչ որ խնդրի կգանք, էլի։ Գիտեմ, նորմալ էր։ Մոտավոր հապակես։ Այս հենց լրիվ մոտավոր բացատրություն էր իրոք։ Բայց շատ տեղին հարց էր, որտեղ մի քիչ օդի մեջ էր ծառավորնը։ Դե մեր առաջի քայլը միշտ լինում է ուղղակի ինիցիալիզացիա անելը ու սրա հետ կապված ոնց պատահական սկզբնական x1 x2 մինչև x մի ընտրենք,
Բավականին ստանդարտ մոտեցում ուղղակի պատահական ընտրելն է։ Եթե ինչ-որ նախնական գիտելիք ունենք, որ չէ, այս միջակայքը ավելի խոստումնալից է կարդալու կամ գիտես ինչ արի ավելի ծրված վերցրու պեչի պատահական պեչի հավասարաչափ բաշխված վերցնել, կարանք այդ օգտագործենք, բայց դրանից հետո արդեն այդ մեր սկզբնականի համար պետքա բռնենք ու ֆունկցիաների արժեքները հաշվենք այդ կետերի համար, այսինքն evaluate անենք մեր ֆունկցիան, ասենց ասած, այդ կետերում, որը հիմնականում ամենաթանկ քայլն է բռնել այդքան լիքը կետի համար արժեքները հաշվել ֆունկցիայի։ Բայց սրա լավն է, որ ինքը կարա զուգահեռ արվի, էլի, կարանք պարալել դարձնենք կոդը, որովհետև մեկը մյուսից կախվածություն չունի, կարող ոնց որ CPU-ն կամ GPU-ն բաժանվի 4 կտորի, ամեն մեկը 25%-ը վերցնի իր վրա անի։ Ու այս ինիցիալիզացիան իրականում բավականին ազդեցություն է ունենում վերջնական արդյունքի վրա, դրա համար վատ ինիցիալիզացիա, վատ արդյունքներ սկզբունքը կարա լինի։ Դրա համար այդ multi-start օպտիմիզացիան ստեղ էլ է շատ կիրառելի, երբ որ ուղղակի ինչ որ պայծ սկսած ալգորիթմը restart ենք անում, ասենք լավ, օքեյ, արի մի հատ ուրիշ պոպուլյացիայով սկսենք։ Բայց մեր առաջի քայլն է։ Սրանից հետո, երբ որ բռնեցինք, սարքեցինք ու հիմա գիտենք ինչ որ մի հատ կետերում գիտենք ֆունկցիաների արժեքները, հիմա ուզում ենք ինչ որ ձև սարքենք լամդա հատ թազա երեխա այդ իրանցից։ Հարց է գալիս, բա ոնց ենք ընտրելու ծնողներին։ Ծնողների ընտրելն էլ է հիպերպարամետր, այտենց երկու ծնող ենք ընտրում, մեկից ենք սաղին, մեկն է սաղին ժառանգում, մնացածին թե ոնց։ Բայց մոտեցումը որպես սկզբունքներ թե ոնց է կարելի անել կան հետևյալները։ Մի հատ կա neutral selection կոչվածը, որը որ պրոստը ասում է «Я բախտի ընտրի»։ Այս ոնց որ այն ամենաալարկոտ մոտեցումն է, որ կարելի անել, երբ որ գիտենք ֆունկցիայի արժեքներ, գոնե կարանք մեջներից ամենափոքր արժեքները ընտրենք, ամենալավ կետերին էլի։ Այդ մի մոտեցում է։ Մյուս մոտեցումը ռուլետկայով մոտեցումն է։ Fitness proportional կամ roulette wheel selection կոչվածը։ Իրա միտքը որն է, որ օրինակ պատկերացրեք բռնել հաշվել ենք ու ֆունկցիայի արժեքները եղել են հետևյալները։ Ասենք մի հատի արժեքը եղել է 0.98, այդ տենց լավ փուճուր թիվ է եղել։ Հաջորդինը 2.52, մյուսը 2.61 եւ այլն։ Էլի մի հատ հասարակ մոտեցում կարելի լինի դա պրոստը ընտրի 0.98 ու 2.52-ը։ Ու всё։ Այս մի սկզբունք կարա լինի, ու այս սրա նման գաղափար նաև օրինակ ChatGPT-ն երբ որ պետքա հաջորդ բառը գուշակի, այդտեղ ինքը ոչ թե վերցնում է ամենահավանական բառը, որ հաջորդը կլինի, այլ նայում է հավանականություններին բոլոր բառերի ու պատահական ընտրում է մեջներից համապատասխան ըստ հավանականության։ Իսկ օրինակ ենթադրենք այստեղ ասենք այս ամբողջ կտորի բանը 10 է, այս բոլորից 10 անգամ ավելի լավն է ու ենթադրենք երկու բան ունենք, ասենք մի հատ 0.1 ունենք, 9 արժեքներ ունենք, կարանք իրան բաժանենք որպես այսպես բանի ռուլետկայի այս կտորի վրա եթե ստոպ տվեց, որ պտտեցինք, ընտրենք սա, մնացածի վրա սա, այսինքն 9 անգամ ավելի հավանական լինի, որ սա կընտրենք, բայց ոչ թե միանշանակ սա ընտրենք։ Կոպեկ գցենք, ըստ կոպեկի արժեքի նայենք, բայց կոպեկի արժեքի նայելն էլ համապատասխան կլինի ըստ այս բաների։ Իրանց պրոպորցիաների էլի, թե ինչքան լավն են։ Սա ընտրվի 2.5 անգամ ավելի հաճախ, քան սա, որտեղ 2.5 անգամ ավելի լավն է իր արժեքը։ Այդտենց մի քիչ բարդ բացատրեցի երևի, բայց այդ ռուլետկայի կամ ֆիթնեսին համապատասխան ընտրության մոտեցումն է մի հատը։ Ուրիշ մոտեցում էլ կա մրցույթային ընտրությունը, tournament selection-ը, որտեղ որ, ասենք ունենք այս մեր սկզբնական պոպուլյացիան, իրա մեջից ընտրում ենք ինչ որ K հատ էլեմենտ պատահական, օրինակ 3 հատ։ Ու հետո այդ 3-ից ամենալավին ենք վերցնում, կամ 2 ամենալավին, այդ էլ հիպերպարամետր է, որ խաղալա կարելի իր հետ։ Այս սկզբունքների իմաստը այն է, որ չբռնենք պրոստը միշտ ամենալավ արժեք ունեցողին ընտրենք ու վերջ, այլ էլի մի քիչ ավելի շատ ռանդոմություն իր մեջ մտցնենք, որ հիմնականում այն ամենալավին վերցնենք, մեկ-մեկը երկրորդ ամենալավին, մեկ-մեկը երրորդ ամենալավին, որովհետև այս ամեն ինչի մեջ պատահականությունը մեր ընկերն է, էլի։ Նույն ձև ոնց մուտացիանը լավ, տենց էլ
այս ընտրելու փուլում մի քիչ պատականություն ունենալը լավ է։ Այստեղ կարելի tournament գրուպի փոխարեն ուղղակի սաղ պոպուլյացիային վերցնեի, խմբի չբաժանեի։ Կստացվեր պրոստը ընտրում եմ ամենամեծ արժեքը ու վերջ։ Բայց այսպես խմբի բաժանելը հիմնականում ավելի լավ արդյունքների է բերում, էլի։ Դա լավ։ Հիմա երբ որ ծնողներին ընտրել ենք, պետք է երեխեք սարքենք իրանցից։ Ու ստեղ գալիս է երկու փուլ։ Առաջինը ռեկոմբինացիա, վերամիավորում, կամ նաև իրան անվանում են crossover, թե ոնց երկու ծնողից մի երեխա սարքենք։ Երկուսը էլի պարտադիր չի։ Ու մուտացիա, թե ոնց կոնկրետ մի հատ ինչ-որ երեխուն փոփոխել։ Դե ստեղ էս իրար միավորելու հետ կապված մի քիչ հետո տվյալի տեսակից կախված կնայենք, բայց ասենք մի հատ հասարակ մոտեցում եթե հիմա ասենք, կարանք օրինակ այս ռեկոմբինացիայի համար, ասենք եթե ինչ-որ D հատ գեն ունենք, օրինակ կենտերը վերցնենք պապայից, զույգերը վերցնենք մամայից, օրինակ։ Այսա մի քիչ հետո կնայենք ուրիշ ձևեր, բայց ամեն դեպքում։ Մուտացիայի փուլն էլ էլի կախված տվյալների տեսակից ավելի մանրամասն կնայենք, բայց կարանք բռնենք օրինակ վերցնենք պատահական գեն, եթե 0 է դարձնենք 1, եթե 1 է դարձնենք 0։ Մենք յաբախտի ինչ որ կարանք վերցնենք 5 հատ պատահական գեն։ Արդեն այդ մեր խաղալու վրա է, էլի թե ոնց ենք բան անում։ Ինչքան խիստ, ինչքան ուժեղ մուտացիա ենք անում։ Բայց այս էլ մեր երրորդ քայլը։ Այս էվոլյուցիոն ալգորիթմները որպես ինչ-որ որոնման ալգորիթմ են ծառայում։ Որոնման ալգորիթմ ասելս ոնց որ լավագույն կետն են ուզում գտնեն ֆունկցիայի, ինչպես նաև ոնց որ մնացած օպտիմիզացիա ալգորիթմները, տենց որպես այդպեսին ոնց ասած երևի շատ վստահ չեմ թե որոնման ալգորիթմ ասելով ինչի նկատի ունեք, բայց սովորական մնացածին կարգի ալգորիթմներ են, էլի։ Օրինակ, որ այսինք մի քանի հիպերպարամետր ունենք, ուզում ենք ամենալավը ընտրենք, կարանք չէ, ասենք grid search անենք։ Ահա։ Ու հենց այդ հիպերպարամետրների search-ը ահագին տիպիկ բան է, տեղա որտեղ կարելի է գենետիկ ալգորիթմ օգտագործել, էլի։ Okay. Այդ առումով search են։ Հիմա այս պահին ունենք սկզբնական պոպուլյացիա, մեջից ընտրեցինք ծնողներ, այդ ծնողները սարքեցին երեխեք, հիմա ունեցանք ինչ-որ։ Ունենք ստեղ սկզբում մի հատ բան, ունեցանք մի հատ լամդա երեխա։ Հիմա պետքա սաղ ցիկլը կրկնենք նորից։ Հիմա այս լամդա երեխեքին, որ վերցրել ենք, իրանց համար էլ ֆունկցիայի արժեքները հաշվում ենք։ Հիմա հարց է գալիս, թե հաջորդ պոպուլյացիան ոնց ենք սարքում։ Ոստեղ կա երկու մոտեցում։ Մի հատը ասում է ընտրի էլի նույն մի հատին, պրոստը լավ եկեք ներքևիչնեմ ցույց տամ։ Ունենք երկու մոտեցում, մի հատը կոչվում է mu լամդա ընտրություն, որը որ ուղղակի ասում է վերցրու mu հատ լավագույններից երեխեքի մեջից։ Այսինքն այս երեխեքին որ սարքեցինք, ու երեխեքը կարան շատ լինեն, էլի պարտադիր չի ավելի քիչ լինի։ Երեխեքի մեջից լավագույններին ընտրում։ Սրա վատայնա, որ ինքը այս նախորդ սերնդին հաշվի չի առնում, սենց ասած, ու գուցե, ասենք, երեխեքը այնքան լավը չլինեն, ինչքան ծնողներն էին, լավ կլինի ծնողներին պահենք արդեն փորներ սարքելուց իրանք է մասնակցեն։ Մի քիչ տհաճահանչում բանով, սենց ալեգորիաներով, բայց միտքը է դա, որ լավագույնները կարան կորեն, ավելի լավ է, ոչ թե ասենք այս լամդայից mu-ին ենք վերցնում, այլ mu + լամդա մոտեցումով գանք։ Այսինքն բռնենք ու հիմա այս ծնողների բանը կար, երեխեքի նկար, երկուսին դնենք իրար կողք ու այս բոլորի մեջից ընտրենք լավագույն mu հատը։ Այս դեպքում գիտենք, որ լավագույնները ընտրվելու են ու ոնց որ պրոստը ավելի մեծ բազմություն են դիտարկում, էլի ու կարելի ասել միշտ օգտագործվում է այս մոտեցումը, որպես ինչ որ միկրո դեպք, օրինակ, եթե միշտ, ասենք, մի հատ նոր վերցնենք ու մի հատ երեխա, այսա եթե նայենք, սա ստացվում է ուղղակի լոկալ պատահական search ենք անում, էլի կարելի ասել։ Պրոստը մի հատ թազա կետ ենք վերցնում, թազա կետ ենք վերցնում, թազա կետ ենք վերցնում եւ այլն։ Արդեն չափողականությունները մեծացնում ենք, չափողականություն չէ, ներողություն, էլեմենտների քանակները որ մեծացնում ենք, գալիս ենք նորմալ իսկական բաներին։
Թեթև եթե ինի բերենք այս էվոլյուցիոն ալգորիթմները իրանք գաղափարապես տենց ինչ որ սուպեր վաու բան չեն, բայց բարդ խնդիրների վրա կարան կիրառվեն։ Շատ լավ բան այն, որ նախորդ ալգորիթմում չենք տեսել, որ արդեն տարբեր տեսակի տվյալների վրա են աշխատում, մենակ թվային չի։ Շատ լավ զուգահեռացվում է ծրագիրը, պրոստը տարբեր բաների վրա հաշվարկները տարբեր առանձին բաներ են անում, համակարգչի կտորներ են անում։ Ու շատ ճկուն է, որտեվ խառը ձևերով կարանք բան անենք, միավորումը իրար վրա կազմակերպենք։ Ու վատ կողմերը նա, որ օրինակ դժվար է բան անել, հասկանալ ոնց լավ բալանսի բերել այդ exploration exploitation, այսինքն հիպերպարամետրեր ընտրելը իրա հեշտ բան չի ու նաև լիքը պարամետր կա։ Հիմնականում պետքա տես բարդ խնդիրների համար իրան դզենք փչենք, որ կիրառելի դառնա։ Նենց չի տես պրոստը gradient descent-ը խփեցինք ամեն ինչի վրա գնաց։ Ու նաև այդ հիպերպարամետր այդ search-ի մասին խոսացինք, բայց այդ HPO-ն օրինակ իր HPO-ն դրանով դժվար թե անենք, որովհետև շատկի լիքը անգամ ֆունկցիան պետք է աշխատացվի, ինչը կարա շատ թանկ նստի։ Սենց բաները մի երկու դաս հետո այդ Bayesian օպտիմիզացիայով ենք անելու։ Բայց հա, ընդհանուր իդեան էս էր, հեսա մի քիչ ավելի կոնկրետ բաներով կնայենք ու կոնկրետ ալգորիթմ կնայենք։ Հիմա նայենք կոնկրետ թվային numerical encoding ունեցող դեպքերի համար, թե ոնց կարանք աշխատացնենք ծրագիրը ու այդ կոմբինացիա բանանը ոնց կարանք անենք։ Հա։ Հիմա ունենք ոնց որ թվային ներկայացված բաներ ու ինչ տեսակներ ունենք crossover-ի։ Մի հատ crossover-ի տեսակ կարա լինի այն, որ ունենք օրինակի համար երկու ծնող, այս առաջի ծնող, երկրորդ ծնող։ Բռնենք ու ամեն մի գենի համար, ամեն մի ինդեքսի համար սենց ասած, կոպեկ գցենք, p հավանականությամբ ընտրենք այս ձախինից, 1 - p հավանականությամբ աչինից, ասենք ստեղից ընտրվի 3-ը, ստեղից հետո ընտրվի 1-ը, ստեղ ընտրվի 4-ը ու 1-ը 3-ը գան ստեղից ընտրվեն։ Այս պատահական մոտեցում։ Միջին մոտեցումը կարա լինի բանը, որ պրոստը բռնենք ու միջիները հաշվենք, այսինքն 3-5 ստեղ դառնա 4, 2-1 դառնա 1.5 պետք է հասկանանք ոնց ենք կլորացնում իրար, բայց ամեն դեպքում։ Մի հատ էլ ուրիշ մոտեցում կարա լինի այն, որ այս simulated binary crossover կոչվածը, որը իդեան ուղղակի նա, որ ոչ թե միջինով է վերցնում, այլ բան է անում։ Մի քիչ ավելի շատ ակցենտ է տալիս դեպի ինչ որ մի ծնողի։ Ինչ որ հիպերպարամետրով նշում ենք, թե ինչքան ենք կարևորություն տալիս օրինակ այս առաջի ծնողին, ինչքան երկրորդին։ Այդ կարա լինի օրինակ ըստ թե ինչքան լավ արժեքներ են ընդունել։ Ասենք f1-ը ընդունել է 0.5 արժեքը, f2-ը ընդունել է 0.1 արժեքը, ներողություն, fx1 x2-ը։ Հիմա այս x new-ն սարքելուց 5 անգամ ավելի շատ ուշադրություն դարձնենք x1-ին, ասենք էլի։ Հա։ Այս մի հատ փոքրիկ դիագրամ sense ասած որպես օրիգինալները եթե սրանք են, յունիֆորմը կլինի ինչ որ իրանց կեսը սրանից sense ինչ որ մի հատ արժեք, միջինը կլինի այս երկուսը եթե միավորենք իրար արանքում մի բան, ու այս SBX-ն է կլինի ինչ որ մեկի ուղղությամբ ավելի շատ քաշած տարբերակ։ Okay։ Այդ ամբողջին ու ամբողջը լոսներ, թե ինչ որ ֆունկցիայի տված թիվ ասենք։ 0, հա, այս բանը ոնց որ ֆունկցիայից ստացած արժեքը։ Հիմա եթե մեխանիկական կոնտեքստով ենք նայում, երևի loss-ը կամ իրական շատ կարևոր չէ, ինչ որ մի հատ f ֆունկցիան ուզում ենք մինիմիզացնենք, իրենից ստանում ենք արժեքներ, ստեղ երևի թարսացի ժողովուրդ գիտեք, 0.1-ը 5 անգամ ավելի լավն է, քան սա։ Շփոթ բանը։ Հա, այ как раз ես նույն թակարդի մեջ եմ գա, որ fitness-ը ինչքան բարձր այդքան լավ, ինչքան լավ fit անես այդքան լավ, բառի վրա շփոթվեցի, թարսացեցի։ Այդ լավ նկատեցիք, շատ այդ մերսի։ Հետո մուտացիայի փուլը թե ոնց կարանք անենք, էլի լրիվ յաբախտի մուտացիան յունիֆորմը կասի դե մի հատ ինչ-որ ինդեքս ընտրի, պատահական ինչ-որ մեկով փոխի։ Գաուսյան մուտացիա կոչվածը կասի այս արժեքը տեր x-ը
իրան գումարի մի հատ ինչ որ բաշխումից վերցրած պատահական փոքր արժեք։ Ինքն պրոստը մի քիչ աղմուկ ենք ավելացնում իրան sense ասած, էլի, ասում ենք x գումարած 0.1, բայց այս 0.1-ը պատահականորեն, էլի։ Կամ այս գաուսյան բաշխումի փոխարեն ուրիշ բաշխում։ Մենք բաշխումներ չենք անցել որպես այդպեսին ժողովուրդ։ Այս պայմանությամբ կարող պրոստը պատկերացնենք, որ պատահական բան ենք գումարում, բայց այդ պատահական բանը ունի հավանականություններ, նես չի։ Միշտ նույն հավանականությամբ, նույն ինտերվալից նույն բանը ընտրում ենք։ Այլ օրինակ չի, հիմնականում մեջտեղից ավելի հավանականավոր կընտրենք, քան պոչերից։ Այտենց ինչ որ մի բան որպես պատկերացրեք, հաղթեսի ժամանակ տեղը կգցենք, հիմա մի քիչ կխառադանենք։ Ու հա, այս մոտեցումը օրինակ եթե անենք մեր ակլեի ֆունկցիայի վրա, -30-ից 30 ինտերվալում, ահա։ Սկզբում ընտրելու ենք ինչ որ 10 հատ պատահական կետ, սրանց ընտրեցինք։ Հիմա ստեղ օգտագործում ենք neutral selection-ը, պրոստը այս օրինակի համար։ Neutral-ը ինքը պրոստը յաբախտի է վերցնում ու վերջ։ Պատահական 5 կետ ենք վերցնում։ Դրա համար օրինակի համար այս կետը ընտրվել է, այս կետը չի ընտրվել, չնայած որ այս կետի ֆունկցիայի արժեքը ավելի լավն է։ Եթե բռնենք նորմալ տուրնիրով կամ բանով, ըստ պրոպորցիաների անենք, հավանաբար այս երկու կետերից գոնե մեկը էլի ընտրված կլիներ, բայց դա էլի պատահականություն է։ Հիմա սրանք որ ընտրել ենք, հիմա մուտացիա ենք անելու։ Այսինքն պատահական մի քիչ ընկոմ ենք տանելու։ Սրան պատահական բերեցինք ստեղ։ Կամ հակառակը չեմ հիշում ոնց էր սկզբնական։ Հա։ Սրան պատահական բերեցինք ստեղ։ Արժեքը վատացավ իմ ինժայլոց։ Նես չի, միշտ երաշխավորված է որ մուտացիան լավ բան է տալիս։ Հենց մուտացիայի իմաստն է որ պատահական է, չգիտենք ինչի կբերի։ Բայց հիմա սա ասենց որ արեցինք, պետք է ընտրենք հիմա կօգտվենք լամդա պլյուս մյու մոտեցումից, այսինքն ոչ միայն այս երեխեքի մեջից ենք ընտրելու նոր կետերը, այլ նաև բաների մեջից, բոլոր կետերի մեջից։ Գրանք կընտրենք մեջներից բաները, հա, ժողովուրդ, այստեղ բանի կետը նորմալ չնշվեց, երեխեք սարքելու կետը նորմալ չնշվեց, բայց հա, ոնց որ հաշվեք ունենք 10 պլյուս 5 երեխա այդ սկզբունքով, հիմա այդ 15-ի մեջից ընտրելու ենք լավագույն 10-ին, այս ամենափոքր արժեքներով են, ու պրոցեսը կրկնենք։ Ոստեղ օրինակ մոտ մի 20 իտարացիա հետո համարյա 0-ի է հասնելու այս մեր ակլին։ Այստեղ հետարքեր տեսնենք ինչ որ կտորներ, որտեղ որ ստաբիլ նույն արժեքն է ընդունում։ Այս այն ուստեղ նշված է բանը, էլի, այդ որ 10 հատ կետ ունենք, իրանցից ամենապուճուրի արժեքը է, էլի։ Իտերացիա է եղել, որ ամենալավ ունեցած կետը լավից լավը չի գտնվել։ Մի քիչ պետք ժամանակա պետք է որ հետո գտնվի գայի չնի, ասենց ինչ որ աստիճանաձև տեսք է իսկականից ստանում։ Մի հատ ուրիշ օրինակ, որ կարաք այս հղումով նայեք կամ կարաք որպես տնային վերցնեք հետարքրոտ, այդ պատկերացրեք բան ունենք։ Մի հատ ինչ որ sense բան ունենք, քառակուսի ունենք, ու իր մեջ ինչ որ n հատ պատահական գնդակ է դրած տարբեր շարավղերով։ Հիմա ուզում ենք հասկանանք, թե ոնց ու որտեղ կարանք դնենք մի հատ թազա շրջան, որ իր բանը ամենամեծը լինի։ Տրամագիծը մակերեսը ամենամեծը լինի։ Իսկ օրինակ կարամ ստեղ դնեմ, հոպ, բայց այդքան մեծ չի։ Կարամ այստեղ փորձեմ տեղավորեմ, գուցե բայց այս մեկն է ամենալավը։ Այդտենց մի հատ ինչ որ հետարքիր խնդիր, որ սրա վրա պետքա կոնկրետ բզբզակ ասեք, լավ, բա ոնց ենք սահմանում սա, ոնց ենք սահմանում նա։ Լիքը ճմկտելու խնդիր է։ Դրա համար խորհուրդ կտամ փորձեք մտածել, այս հաջորդ սլայդը կարաք չնայեք, որ ավելի շատ բան մնա ձեզ ճմկտելու։ Նայենք, թե ոնց կարանք վարվենք, եթե string-եր ունենք, օրինակ։ Հա, ու ընդհանուր առմամբ ոնց որ եթե string-ը դիտարկենք ուղղակի որպես շարք արժեքների, այս արժեքները ասենք 1 0-ներ լինի, տեսականորեն ինչ խնդիր ուզում է լինի, կարանք ամեն ինչ բինար կոդավորենք, չէ՞ իրեն։ Մեկը կոմպի մեջ, մեկը սենսից բինար է ամեն ինչ, չէ՞ պահվում։ Ուղղակի բանը այն է, որ այս նույնիսկ չի, որ միշտ ամենալավ մոտեցումն է, ու բինարը կարա լինի չափից շատ հասարակ ու թույլիկ բան, կոդավորման ձև, բինարով ասենք մուտացիան բանմանը շատ ավելի խնդրին ագնոստիկ արվի, իսկ կարանք բայց կենտրոնանանք հենց կոնկրետ այդ պրոբլեմը հասկանանք ոնց է ամենալավ անելու ձևը, բայց ամեն դեպքում նայենք տեսնենք, թե ոնց կարանք բինար ստրինգերի դեպքում կոդավորումները անենք, չնայած որ այս ուղղակի
բինար կոդավորումներ լավ string չասեմ։ Չնայած string-երի ինքս ինձ փոթացրեցի։ Լավ, մի խոսքով գանք տեսնենք ինչ բան է ինքը։ Մի մոտեցում, թե ոնց, այսքան ունենք հիմա պրոստը նիշերի հաջորդականություն։ Բինար նիշեր կլինեն, թե տառեր կլինեն, տառերը մի քիչ ավելի դժվար է, բայց ամեն դեպքում ոնց կարանք այդտեղ վարվենք, օրինակ ռեկոմբինացիա անելու համար։ Մի մոտեցում կարա լինի, ասենք, one point crossover կոչվածը, որը կարա լինի նաև մի քանի point crossover, որ մի հատ sense գիծ ենք գծում, ու այդ գծից վերև վերցնում ենք մի ծնողից, գծից ներքև վերցնում ենք ուրիշ ծնողից։ Կարա լինի նաև uniform crossover կոչվածը, որը պրոստը ամեն մի դիրքի համար պատահականորեն կամ ձախինց կվերցնի, կամ աչինից կվերցնի։ Սա էլի մի քիչ առաջ նայած օրինակով արվում, ստեղ կրկին պատահականությունները կարա արվի ըստ նրա, թե ինչքան լավն է եղել այդ մի կետը, լավ կետից ավելի հաճախ վերցնենք։ Այդ սա։ Ու ստեղ էլ եթե որպես օրինակ բերենք, կարա լինի լրիվ օրինակ մոդելի մեջ օգտագործելու համար, որ սյուները օգտագործենք խնդիրը։ Այդտեղ 1-եր 0-ներ լինի լրիվ սահմանված։ Ինչ ենք ուզում, ընտրում ենք այդ սյունը, թե չենք ընտրում այդ սյունը։ Մուտացիան կարա արվի նրանով, որ ուղղակի իրոք պտտենք նշանը, պատահական նշաններ ընտրենք, իրենց պտտենք։ Ու եթե որպես մի հատ մանր օրինակի վրա նայենք, ստեղ գեներացված է ինչ-որ 1000 հատ տվյալ ու կա 50 հատ սյուն, այդ սյուներից 8 հատը արժեք ունեն, մնացածը ուղղակի 0 են, այսինքն մենակ 8-ն են էական։ Ու հիմա եթե աշխատացնենք ալգորիթմը, այսինքն սկզբում վերցնենք պատահական տենց 50-չափ 0-1-երի վեկտոր, ամեն մեկի համար ու տենց ասենք 1000 հատ։ Ամեն մեկի համար կամ մի հատ ընդհանուր առմամբ։ Ամեն մեկի համար մոդելը աշխատացնենք, այսինքն մի հատ աշխատացնենք առանց քառակուսի մետրերի, մի հատ աշխատացնենք առանց բանի, սենյակների քանակի։ Աշխատացնենք, ընտրենք, թե սխալանքները ինչքան են լինում այդ մոդելների։ Մեջներից լավագույններին վերցնենք կամ մուտացիա անենք, այստեղ գուցե հակառակ հարթականությամբ քայլերը։ Հետո վերցնենք էլի մեջներից լավագույններին ու գնանք առաջ, այսինքն մոտավորապես տեսք ունենա կոնկրետ այդ խնդրի համար։ Այստեղ x առանցքը ցույց է տալիս ընտրվել է բանը, թե չէ, կոնկրետ այդ երրորդ սյունը թե չէ։ Ու օրինակ սկզբում տեսնում ենք ինչ որ լիքը սյուներ են, ներողություն, լիքը սյուներ են, տառը ընտրվել են, հələ ոչ մի տենց օրինաչափություն չկա։ Այստեղ ամեն մեկն էլ իրանից ներկայացնում է իտերացիա։ Հետո սրանցից լիքը պահպանվել են, մի մասը բայց տեղափոխվել են կամ նոր կետեր են ունեցել։ Ու սենց process-ը գնալով եկել է, արդեն մի 21 իտերացիա հետո համարյա իդեալական ինչ պետք է նրանք են եղել, մի երկու իտերացիա են կոմել, արդեն լրիվ մաքրվել են ու եկել ենք իդեալական վիճակի, որ մենակ այն սյուները ունենք, որոնք որ իրոք պետք էին մեզ։ Ոնց որպես մի հատ փոճուրիկ օրինակ բաներով, string-երի կոդավորման տեսակով։ Դե գանք հիմա այս ամենաուժեղ մոտեցումին 2001 թվից հոդված է, որ մինչև հիմա տենց իրակաձգոյաներում բանն է, լավագույնն է, state of the art, այժմ իր հիմքով գրված բաները։ Այս տենց են մեջների ուժեղների ուժեղ ալգորիթմ ենք նայում, էլի։ Ու հետարքիրենա, որ բժիշկ է հորին է իրան։ Չգիտեմ ոնց, չգիտեմ խի, բայց բժիշկ է իր հորինողը։ Իր մոտ այն ամենահիմնական կարևոր իդեան լինելու է այն, որ եթե թվայինի բանով պատկերացնենք, օրինակով պատկերացնենք, մեր մոտեցումը լինելու էր, որ x1-ը ինչ որ պատահական կետեր ենք վերցնելու, չէ՞, 3, 4, ինչ որ 5, 6 եւ այլն։ Այս մեկը ասում է, չգիտես ինչ, ոչ թե կետերը պատահական ընտրի, ոչ թե քո պոտենցիալ քո բաները, պոպուլյացիայի անդամները ոչ թե թո կետեր լինեն, այլ թո լինի բաշխում, որի մեջից այդ կետերը կգան։ Օրինակի համար բռնենք, ասենք օրինակ, այս 7-8 կետի կենտրոնով պատահական կետեր եմ վերցնում։ Հետո ասես չէ լավ, գիտես ինչ 7-8 չէ, 4-5-ի կեն մոտակայքում եմ պատահական կետեր վերցնում։
-3 մոտակայքում են պատահական կետեր վերցնելու։ Այսինքն մենք միանգամից ուզում ենք, ասենց ասած, այդ կետերի ծնվելու տեղը գտնենք, ոչ թե հենց կետերի վրա աշխատենք։ Սա իր այն ամենահիմնական իդեան է դրա մեջ է կայանում, որ ինքը երեխեքին վերցնում է բաշխումից։ Այսինքն պոպուլյացիայի փոխարեն ինքը բաշխումներ է ընտրում։ Հետո դրանից որ վերցրեց ինչ որ լամբդա հատ 3-4-ից վերցրեց պատահական երեխեք, ֆունկցիաների արժեքները իրենց վրա նայելու է, հետո որոշի, ասի չգիտեք, ինչ 3-4-ի մոտ չեմ ման գալիս, 6-7-ի մոտ եմ ման գալիս, օրինակ, էլի։ Այստեղ ես մենակ նշում եմ ման գալը, նաև կարող լինի օրինակ ինչքան լեն եմ ման գալիս։ Կարող օրինակ ասի 3-4-ի մոտ այսպես լեն ծավալով եմ ման գալիս։ Կարող ասի 3-4-ի մոտ այսպես եմ ման գալիս, այսպես պտտած եմ ման գալիս։ Այս սա ճկունությունն է, որ բանը ունի, այս distribution-ը փնտրելու ալգորիթմները ունեն, distribution բաշխում։ Այդ ոնց որ դիսպերսիա բանման միջին արժեք եւ այն թե բաշխումների պարամետրերը ինչ են գալիս, սա կրկին հավտեսի թեմա է։ Այս բանին ուղղակի կարանք պատկերացնենք, որ ինքը պրոստը իրոք նայում է բանով, էլի։ Ինչ կլորի, ինչ օվալի մեջից կետեր վերցնի։ Այստեղ օրինակ մի հատ օրինակը բերած, սկզբում ստեղից է պատահական կետեր վերցրել, հետո տեսելա, որ ըստեղ եղած արժեքները ավելի լավն են, սա է կենտրոնը, սրանք ավելի լավն են։ Հաջորդը սենց լեն դեպի ընկոմա մանեկել, հետո մի քիչ ավելի լեն է վերցրել կրկին, հետո արդեն մի քիչ սկսել է սեղմվել, հետո ստեղ է սկսել սեղմվել ու կամած եկել է արդեն այս օպտիմումի միջակայքին։ Մի հատ սա հիմա նայենք բանով, դանդաղ նայենք process-ը։ Այս CMA-ES-ի pseudocode-ը որ նայենք, հեսա հաջորդ slide-ում լինելու, կտեսնենք, որ մեջը լիքը բան կոպիտ ասած օդից վերցրած ոնց որ լինի, որովհետև սա ուղղակի էմպիրիկ լիքը փորձերով, լիքը էքսպերիմենտներով ինչ որ բավականին լավ արժեքներ են գտե, մաթեմատիկական տենց խստություն չկա իր մեջ, էլի թե խի հենց տենց խի հենց այդ պարամետրով եւ այլն, դրա համար մենք եկեք ավելի շատ իդեան փորձենք հասկանալ։ Բայց հիմա հետևյալն է։ Վերցրեցինք պատահական M0 ու պատահական պատկերացրեք շարավիղ։ Բայց շարավիղից բացի նաև կարող ասի, թե որ ուղղությամբ պտտած շարավիղ էլի։ Վերցրեցինք սա։ Հիմա մեջից պատահական կետեր եմ ընտրեցի։ Ահա, այս սրանք են։ Այստեղ ոնց որ այս կլորը որ սենց արածա չի նշանակում, սա կլորի մեջ պետք է լինեն, էլի, պատահականորեն որ վերցնում ենք, կարող նաև այդ պատահական շատ մեծ թիվեր լինի, դիստանցիան սենց գա այստեղ դեպի։ Պատկերացնենք մեկ ժորդ, մեր օպտիմումը ստեմի տեղը։ Այսինքն հիմա այս կետը լավագույնն է, սա հաջորդն է, սա հաջորդը ու տենց։ Որնում հաշվենք լավագույն 3 կետերը որոնք են։ Մենք տեսանք այդ լավագույն կետերը սրանք են, այս 3-ն են։ Հիմա ասում եմ դե կենտրոնս կբռնեմ, կտեղափոխեմ այս 3-ի միջնակետ։ Խելքին մոտ է, չէ՞։ Լավագույն կետերը որտեղ են, գնամ այդտեղ։ Այստեղ պարտադիր չի հենց կոնկրետ միջնակետ լինի, կարող լինի օրինակ կրկին։ Այս սրանց արժեքների կշռավորված։ Այսինքն ամենալավ կետին ավելի շատ ձգենք դեպի ավելի լավ կետը։ Բայց սա որ արեցի, կենտրոնս տեղափոխում եմ այդտեղ, հետո գալիս է քայլ, որ այս կովարյանսի մատրից թարմացնելու բանն է գալիս սենց ասած, ինչը արվում է բանով, կովարյանսի մատրիցով կարակ պատկերացնեք, որ ինքը ասում է նախ ինչքան ավելի տենց լեն միջակայքից վերցնեմ ու ինչքան պտտեմ իրեն, այսենց։ Այդ է արվում ըստ բանի։ Նախորդի արժեք գումարած նորի արժեք ինչ-որ գործակցով, ստեղ ինչ-որ չափով գուցե զգաք, որ ինչ-որ մոմենտումի նման գաղափար կա, էլի։ Նախորդ արժեք գումարած նոր անգամ ինչ-որ բան, ու ստեղ սա հաշվելուց էլ ունենում ենք, ես էլ բանի BFGS-ի նմանա մի քիչ, ասում ենք Y-ներ անգամ Y տրանսպոզ ու ինչ-որ մի հատ բանով, հիպերպարամետրով բազմապատկած, կամ գործակցով պրոստը ասենք։ Այս էլ ու քանի հատ սրանից կպահենք, այդ արդեն վերում է նրան, թե ինչ ռանգի մատրից ենք ուզում ունենանք, հիշում ենք, որ բանում Հեշյանի մատրիցին, որ գումարում էինք, ասենք մի դեպքում սիմետրիկ rank 1 update-ների դեպքում մի հատ ու տրանսպոզ վեկտոր
հաջորդ BFGS-ը ասում էր մի հատ է VV տրանսպոզ կգումարեմ։ Այստեղ էլի լրիվ նման սկզբունքով ա վարվում։ Իսկն համ մոմենտումն է, համ մոմենտումից է իդեացրած, համ բանից է իդեացրած։ Այդ հեշանի մոտարկումի այդ BFGS-ի ալգորիթմից է ցրած, բայց այդ սկզբունքով բանաձևի մեջ կրկին շատ չխորանանք։ Ուղղակի նայում է արժեքներ, ֆունկցիայի քաշեր ու գործակից։ Վերես տեղափոխեց իրան ստեղ, հիմա ստեղից է։ Ստեղ էլ արդեն այս օվալից է ընտրելու պատահական կետեր, սրանք ընտրեց ու գալու է տեղափոխի դրանց միջնակետ, հետո տեղից միջնակետ տեղափոխի։ Ու տենց գնաց։ Դա հիպերպարամետրը չէ։ Որը բան Ցեն։ ցեն մի վարքան այս ցեմյուն Հա, հա, ըհը, սա հիպերպարամետր է, իսկ մնացած մի հատ եկեք այս բանի վրա նայենք։ Հա, այստեղ ցեն չկա։ Հա, պրոստը հիպերպարամետր։ Այսա ինչ որ սկզբնական արժեքների բան կնայենք, բայց հա, մեկ է, որ պետք է իր դառնապահովի, մենք պետք է նշենք, քանի հատ է վեկալի լավագույն։ Դա է հիպերպարամետր։ հա, այստեղ ամեն ինչ խաղալու բաներ է։ Այսա կնայենք սկզբնական արժեքները, ինչ որ շատ օթից կթվան, որ օրինակ ընտրի 4 գումարած 3 անգամ լոգարիթմ չափողականություն, ծնողները թողնեն այդ բանի երեխեքի քանակ կես, քաշերը ընտրի, այսինքն ոնց որ լիքը դեֆոլտ արժեքներ է, բայց իրոք ոնց որ աբսուրդ դեֆոլտ արժեքներ է, էլի։ Բայց խաղալու կարանք նաև փոփոխենք էլ իրանց, էլի։ Okay։ Հասկաց։ Շատ բարի։ Էլ ինչ ցանկացած ինչ-որ բան ժողովուրդ։ Իսկ ո՞նց ենք հասկանում այս ալգորիթմը օգտագործենք, թե հենց BFGS կան։ Այսա շատ լավ հարց է։ Այսա մի պստիկ հետո կխոսանք հենց ոնց որ երբ է սա լավը, երբ է սա վատը։ Շատ տեղին հարց է։ Իրական պետքա ֆայմեի դրանից սկսեի ավելի շուտ, բայց լավ արդեն ուշ է։ Ներավ։ Ու ժորդ, ստեղ էլի կրկին բանի գաղափար կա, որ մուտացիա ունենք, բան ունենք, ասենք այդ քայլի չափը, այդ արագություն թե ինչքան է տեղափոխվում, օրինակ կարանք բան անենք, մեծացնենք, օրինակ եթե թազա կետեր ենք վերցրել, իրանցից 20%-ից քիչը եղել է 20%-ից շատ է եղել են հաջող, ուրեմն երևի ուղղությունը լավն է, եկեք մի քիչ ավելի լեն վերցնենք, ավելի շատ գնանք դեպի այդ ուղղության։ Այս էլ բանից ցրած գաղափարը մի քիչ Nelder-Meadից չէ, որ ասում եմ հորի բանով գնամ, այս կետերը ունեմ, այս բանով եկա ստեղ, եթե լավ գնացի մի քիչ է ձգվեմ։ Երեք ինչ որ տարբեր բաներից խառովեցրած բաներ է, այդ առումով մի քիչ հավեսոտնա ինքը։ Ուհա, այս իրա ամբողջական պսևդակոդն է, որտեղ որ կա այդ C-ի արժեքների հավաքելը, կա այդ ընտրություն անել բանման, մի քիչ բավականին խառախշտիկ է ու օթից արժեքներով է այստեղ 4 դերերով, ամբողջ 3 անգամ ինչ-որ բան։ Պետք է հիշենք, որ պրոստը փորձարարական մեթոդով եկել են այս սրանց եմ հասել։ Թեորեմ չկա, որ սրանք լավագույն արգումենտներն են, ու ինչ-որ նրբությունները իրականում բաց եմ թողել, կարևորը իդեան այս դեպքում մեր մոտ։ Բայց մի հատ էլ փոքր օրինակի վրա եթե նայենք, այս կետից եթե սկսենք, լավագույնները սրանք են, օպտիմումը ստե մի տեղա շարժվի դրանց ուղղությամբ, հետո ստեղից, սենց կամաց գալով կգար, կգներ ստեղ։ Հիմա как раз Ժասմինի տված հարցին գանք, թե երբ սա օգտագործենք, երբ կարա սա ավելի լավ աշխատի։ Մի բան է նա, երբ որ գործ ունենք չտարանջատվող ֆունկցիաների հետ, այսինքն ոչ թե ունենք x1 գումարած x2 ունենք, որ կարանք ասենք դե եկեք x1-ը մինիմիզացնենք ու x2-ը մինիմիզացնենք, այլ ունենք x1 անգամ x2, որտեղ որ չեմ կարա տարանջատեմ երկու ֆունկցիայի h1 x1 ու h2 x2 չեմ կարա բռնեմ ամեն պարամետր առանձին ֆունկցիա որպես դիտարկեմ։
Սա բանը կարող է բանից հիշեք։ Coordinate descent-ի մասին որ խոսում ենք, որ ինքը լավ է աշխատում, եթե կարանք sense տարանջատենք ուռուցիկ ֆունկցիաներին, նա եթե չենք կարող տարանջատենք, sense իրարից կախված են բաները, տարբեր մուտքերը։ Այդ դեպքերում ինքը հագված է ավելի լավ աշխատել, քան ուրիշները։ Մի ուրիշ բան, որ օրինակ նախորդ դասին ասացինք նայնն էր դրա հետ կապված լավ նշում արել ոնց որ թե որ բան simulated annealing-ը բավականին լավ աշխատում էր բանի վրա, Levy ֆունկցիայի վրա ու BFJS-ից շատ ավելի հաճախ էր լավ կետ գտնում, բախի իրան չօգտագործենք, այդտեղ հարցն էր որ մենք ցածրաչափ տարածությունում էինք, բարձրաչափ տարածությունում կարար շատ բան չլիներ, ռեալիստիկ չլիներ իրան օգտագործելը, բայց այս CMAS-ը բարձրաչափ տարածություններում բավականին լավ է աշխատում։ Հա, մի ուրիշ բան նաև այնա, որ եթե ածանցյալ չունենք, այս էլ է մի հատ ուրիշ բան, ու եթե ինչ-որ շատ մեծ միջակայքի վրա ենք ուզում փնտրենք, էլի, ինքը կարա լավ մեծ միջակայք բավականին արագ ծածկի, էլի։ Ուհա, ու նաև ինքը օգտակար է, երբ որ տենց ավելի կլասիկ մոտեցումները, ասենք BFJS-ը, ձախողում են, որովհետև ֆունկցիան ոչ ուռուցիկ է կամ ահա որ շատ ինչ-որ կետերում կտրուկ մեծ արժեքներ ունի, լոկալ օպտիմումներ ունի լիքը, այսինքն երբ որ ահա որ զրթուզիվիլ զզվելի բանի հետ ենք գործանում, CMAS-ը կարա օգնի մեզ։ Ինքը sense ասած այն մեր բանն է, էլի, ահա որ ծանր զենքն է, որ ունենք, չենք բռնի տանկով ճանճի սպանենք, գողացել եմ այս արտահայտությունը, ու նաև, բայց եթե ինչ-որ հեշտ խնդիր է, երկու բանն էլ նույնն ասեցի, կներեք, թարսման եղավ, բայց լավ, եթե հետ գանք նրան, թե իսկ որտեղ արժի ուրիշ բաներ օգտագործել, մեկը այնա, որ եթե կարանք ֆունկցիան տարանջատենք, որպես տենց ավելի քիչ փոփոխականներով առանձին օպտիմիզացիաների, շատ հեշտ կարանք ածանցյալ ունենանք, gradient descent բաման տենց բաներ անենք, ցածրաչափ տարածությունում ենք գտնվում, ու տենց ֆունկցիան քիչ անգամ աշխատացնելով կարանք բավականին լավ լուծենք խնդրեմը։ Սենց ասած, կոպիտ ասած, ոնց որ ասում է CMAS-ը մի օգտագործի, եթե ինչ-որ տուզիկ խնդրի վրա ես աշխատում, եթե տենց գամփր խնդրի վրա ես աշխատում, օգտագործի։ Եթե մի քիչ իմի բերենք։ Ու այս սրա լիքը տարբեր վերսիաներ կան։ Ու ամենահետաքրքիրներից մեկը բանն է, օրինակ, ամենահետաքրքիրներից մեկը IPOP CMAS-ը, որ ասում է, որ ամեն անգամ, երբ որ արդեն նրան ես ասել, որ պետքա նորից աշխատացնես ալգորիթմը, ասենք ուրիշ սկզբնակետից, ուրիշ հիպերպարամետրերով, մի քիչ մեծացրու բանը, պոպուլյացիայի չափը։ Ինչ որ կրկնապատկում է ու անցնում է հաջորդ իտերացիային նույն բանով, օրինակի համար, էլի։ Կրկնապատկելը պարտադիր չի, էլի, կարող լինի 1.5 կամ հնգապատկել եւ այլն։ Ուհա, ու մի հատ տենց benchmark կա, benchmark-ը կոչվում է ոնց որ ինչ որ հստակ մի հատ ինչ որ բան, մրցույթ, որտեղ որ կոնկրետ կրիտերիաներով փորձարկվում է ինչ որ բաներ, այտենց մի հատ բան կա, black box optimization-ի բան կա, որ չունենք ֆունկցիայի անալիտիկ տեսքը, 25 հատ տենց շատ լավ ընտրված ֆունկցիաների վրա փորձարկում են տարբեր բաներ, ու կարճ ասած այս CMAS-ի հիմքով բաները գալիս լավ միշտ կրում են, ուժեղ հզոր ալգորիթմը կարճ ասած, դրա ռեկլամն էի անում։ Ուհա, ու в принципе այսքան բան գործնականին որ նայենք, կարամ ձեր հետ ասեմ, որ միացած էր վիդեոն։ Մի հատ տենց թեթև խոսակցություն էի բան արել այս թեմայով, որտեղ մի քիչ ավելի դանդաղ էի բացատրում ավելի տենց էմոցիոնալ կտորները ու խնդրին եմ բանում, որ գործնականին ենք նայելու։ Չեմ հիշում ինչքան լավ եմ ստեղ բացատրում, բայց պրոստը ի գիտություն որպես լրացուցիչ նյութ կարա սա էլ օգտակար լինի։ Ուղղումը ինչ որ միտը կդնեմ երևի։ Այցա, գործնականին աշխատելու ենք բանի վրա։ PDF-ս հետ գամ։ Այն կովիկներ ու ցուլիկներ խաղի սկզբունքով կամ այն Wordle խաղի սկզբունքով, երբ որ ասում ենք քանի թիվներ ճիշտ բռնել ու քանիսներ ճիշտ դիրքում, օրինակը տենց evaluation-ով ուզում ենք ինչ-որ գաղտնաբար գուշակենք,
մարդը ասում է իր վերսիան, մենք օրինակ ասում ենք քանիսն է ճիշտ ուշակել, կամ լավ, պրոստը քանիսն է ճիշտ ուշակել, տենց լինի։ Ու շա ուրիշ ոչ բան չենք ասում, ըստ դրա ոնց կարա իր գուշակությունները խառնի իրար, ոնց կարա մուտացիա անի, որ արագ կգտնի ճիշտ եղած պահած գաղտնաբառը։ Այդպես մի հատ թեթև խնդիր կնայենք ու ներողություն պետք է ասեմ, կնայենք դա ոչ թե 5 շաբթի ըստ ավանդական բանի, որ ասելի կփորձեմ 5 շաբթիները 4 շաբթի սարքեմ, մոտս այդքան է չի ստացվել։ Դրա համար հաջորդ դասը կլինի մեր մոտ 4 շաբթի։ Բանը չի բացում, կալենդարիկս չի բացում։ Սա առանձին կգրեմ էլ իհարկե, մենակ այս դասի նշածով չի։ Ու նաև մի հատ էլ բան փոփոխություն, որ 4 շաբթիից հետո էլի սովորական 2 շաբթի մեր դասը կանենք, բայց հաջորդ 4 շաբթի կամ 5 շաբթին դաս չենք ունենա։ Ու գուցե դեկտեմբերի 9-ին էլ դաս չունենանք, այդ վստահ չեմ, այդ պահը ոնց կանենք։ Բայց հա, այդքանն էի ուզում թարմացնեմ։ Մի հատ նորմալ կգրեմ այս ամեն ինչը։ Բայց մի հատ սուս մնամ, տեսնեմ ինչ որ ցանկացած հարց, ցանկացած ինչ որ բան, ստեղից, այս ամեն ինչից։ Սլայդն ինչ որտեղ հասանելի է։ Ինչ է, չլսեցի։ Սլայդները ինչ որտեղ հասանելի են։ Հա, իհարկե, նույն տեղը մեր մշտական GitHub-ի repo-ում, հեսա ցույց տամ, lectures, math-եմ լեկցիաներ optim, այդ ենթապապկայում, երբ որ որպես, հա, լավ եք բացեմ, lectures, ըստեղ եթե առանձին, ներողություն, optim-ը չսխմեցի, optim, ըստեղ եթե առանձին ֆայլ չունի ինքը PDF որպես այդպեսին, հենց իրա դասով, օրինակ ստեղ չունենք, derivative free ունենք, մյուսը չունենք, ուրեմն ինքը տես դեպքերում լինում է slides LMU պապկայում, օրինակ անցնում ենք այս LMU 08 բան ֆոլդերի վրայով։ Ու հա, ֆայլի վրայով, ոչ թե ֆոլդերի վրայով։ Հետո այս ամեն ինչը կայքում կհավաքեմ նորմալ սմարթավարի, ենթաբաժիններում կդնեմ, բայց հա, հələ ձեռքերս չի ձգվում մինչև սրան։ Ցանկացած հարց, ցանկացած ինչ-որ բան, ժողովուրդ։ Հակճան, ես մի բան եմ ուզում հարցնել, այդտեղ որ դուք ընտրում եք կետը ու հետո այդ պոպուլյացիան ինչ որ բաշխում, այդ բաշխումը նորմալ բաշխումա վերցնում, թե այդ էլ է պարամետր, թե ինչ բաշխումից պետք է այդ կետերը գեներացվեն։ Հիմնականում հենց էդ էլ է բան, էդ էլ է բզբզալու բան պոտենցիալ, բայց հիմնականում ինչպես ամենտեղ նորմալն է վերցվում, էլի։ Էսա, էս մեջ։ Հա, լավ։ Մերսի շատ։ Խնդրեմ։